Դպրոցական կրթությունը վերջին տարիներին որակական անկում է գրանցել, պնդում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը։ Կառավարությանը կից գնահատման եւ թեստավորման կենտրոնի անցած տարվա ուսումնասիրությունները փաստում են, որ ավագ դպրոցի 11-րդ դասարաններում հայոց լեզվի միջին գնահատականը 10 բալից կազմել է 5.2, մաթեմատիկայից 4.2 միավոր։ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն ասում է, որ դա ոչ թե աշակերտների մեղքն է, այլ ողջ համակարգի թերացումը։ Սա բավարար չի, ինձ համար բավարար չի։ Այս գնահատականը մեր երեխաներինը չի, այս գնահատականը լիազոր պետական մարմնինն է, գիտելիքների թեստավորման կենտրոնինն է, Կրթության ազգային ինստիտուտինն է, որտեղ ես եմ աշխատում, Մանկավարժական համալսարանինն է, Կրթության պետական տեսչությանն է, այս բոլոր օղակները իրենց տեղում ունեն բաց թողումներ։ Դասագրքերի բարդությունը չի համապատասխանում երեխաների տարիքային զարգացմանը, դասաժամերը երկար են եւ այլն։ Ազատության հետ զրույցում այսօր դժգոհում էին ծնողներն ու միաժամանակ ընդգծում, որ միայն դպրոցի տված գիտելիքով հետագայում երեխաները բուհընդունվել չեն կարող։ Չեմ համարում, որ լավ կրթություն են ստանում երեխաները։ Մանկավարժեք այնքան գիտելիք պետք է տա, որ տունը դրանով մայրը չզբաղվի։ 3 դպրոց եմ երեխային, ոնց հասկանում եմ, էլի ես եմ ստանում։ Այսինքն դպրոցից այդ գիտելիքը չեմ ստանում, ինչ որ կուզեի։ Ես չեմ տեսնում, լավանալու ոչ մի միտում չեմ տեսնում։ Գյուղերում ընդհակառակ անգրագիտությունը շատանալու է։ Հանրակրթական դպրոցների կրթության որակի իրական պատկերին ծանոթանալու համար ծնողներից մեկը Կրթության եւ գիտության նախարարին խորհուրդ տվեց։ Եթե ինքը ուզում է կրթության վերաբերյալ ինչ-որ բաներ իմանա, թող իր երեխային մասնավորությանի բերի հանրակրթական, երբ ինքը ավելի շատ կտեղեկանա դրա մասին։ Նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մինչդեռ վստահ է, ցանկության դեպքում այսօր էլ առանց լրացուցիչ պարապմունքների աշակերտները կարող են բուհընդունվել։ 1-ից 10 բալանոց սանդղակով գնահատել նախարարության ներկայացուցիչը կրթության որակին տալիս է բավական բարձր 8 միավոր, վկայակոչելով նախորդ տարվա 47 մեդալակիրներին ու ըստ նրա առանց լրացուցիչ պարապմունքի բուհընդունված ավագ դպրոցի աշակերտներին։ Ես կարծում եմ ուղղակի պետք է հավատալ, ապավինել ավագ դպրոցներին, ընտրել համապատասխան ավագ դպրոց եւ երեխային 3 տարի չանհանգստացնել լրացուցիչ կրթությամբ եւ տեսնել, որ այո, դպրոցի գիտելիքներով կարող են ընդունվել։ Եթե կրթության որակը գնալով բարելավվում է եւ եթե ինչպես հանրակրթության վարչության պետն է փաստում, մասնավոր ու հանրակրթական դպրոցների միջև որակական տարբերությունը քիչ է, ինչու են պաշտոնյաներից շատերը, այդ թվում ոլորտի թիվ 1 պատասխանատուն նախարար Արմեն Աշոտյանը երեխային ուղարկում մասնավոր դպրոց։ Բախշյանն ասում է, նրանք թերությունները ներսից գիտեն, դա է պատճառը։ Չեն վստահում, որովհետև իրենք ինձանից լավ գիտեն իրականություն։ Որակյալ համատարած կրթությունը երաշխիքն է երկրի պետական անվտանգության։ Հայաստանում ամենաթանկարժեք մասնավոր դպրոցում, որտեղ նախարարի որդուց բացի սովորում են նաև ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի դուստրն ու արդարադատության նախարարի որդին, տարեկան վարձավճարը կազմում է 2.200.000 դրամ, մոտ $6,000։ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն Ազատությանն ասաց, որ մասնավոր դպրոցը գերադասել է որակի պատճառով, որին հասնելու համար կառավարությունն այսօր դեռ շտկումներ պետք է անի։ Ոչ մեկի համար կարծիք չի, կարծում եմ, որ նաև կրթության նախարարը երբեք չի թաքցել դա, որ մեր կրթական համակարգը բարելավման, որակի բարելավման խնդիրներ ունեն։ Ոչ մեկի համար գաղտնիք չի։ Սա ոչ միայն կրթության նախարարի խնդիրն է։ Արդյոք պետական պաշտոնյայի աշխատավարձը թույլ է տալիս բուհի վարձավճարին համազոր կլորիկ գումար հատկացնել երեխաների դպրոցի տարեկան վարձը մուծելու համար, արդարադատության նախարարը պատասխանեց, երեխաների կրթության համար ոչինչ չի խնայում։ Նույն թանկարժեք մասնավոր դպրոցում սովորող երեխաների մյուս պաշտոնյա ծնողների, կրթության եւ գիտության նախարարի ու ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ մեզ կապ հաստատել ողջ օրվա ընթացքում չհաջողվեց։